համեցեք։ Շնորհակալություն, պարոն Տերտերյան, ես էլի ուզում եմ վերադառնալ նախկին 3 փնջերի, այսինքն Թումանյան, Դիլիջան, Տաթև խոշորացված համայնքների այդ ծրագրի պիլոտային գաղափարին, որը անընդհատ շեշտվում էր նաև այն ժամանակ, գաղափարը հետևյալն էր, որ մենք պետք է այդ համայնքներում տեղի ունեցած պրոցեսներից անեինք հետևություններ եւ որոշեինք հետագա քաղաքականությունը, բայց ըստ էության դուք ինքներդ էլ նշում եք, որ ընդամենը մի քանի ամիս է անցել այդ համայնքների խոշորացումից եւ հիմա ստացվում է, որ մենք ըստ էության առանց համոզված լինելու թե ուր ենք գնում, ճամփա ենք ընկել։ Եթե մենք չգիտենք թե ինչ է բերելու այս ծրագիրը, այս համայնքների խոշորացումը, ստացվում է ընդամենը, որ սրանով ընդամենը կադրերի կրճատում ենք անում գյուղապետերի, գյուղապետարանների աշխատողների եւ ընդամենը пассив ձևով արձագանքում ենք մի շարք համայնքներում կամ բազմաթիվ համայնքներում բնակչության թվի կտրուկ նվազմանը։ Ես էլի ուզում եմ հետեւյալ շեշտադրումը անել, ի վերջո որտեղից վստահությունը եւ դուք կոնկրետ կարող եք ասել, օրինակ, այս խոշորացումը ինչ է մեզ տալու համայնքների բնակչության թվի աճի առումով, որովհետեւ ըստ էության մենք հիմա ինչին ենք արձագանքում ենք, եթե շատ խորանանք, խնդրում ենք, արձագանքում ենք այդ համայնքներում բնակչության թվի նվազմանը։ Եթե մենք այսպես արձագանքելով գնանք, հաջորդ փուլում մենք խոշորացնելու ենք Հայաստանի Հանրապետությունը դարձնելով մեկ Երևան համայնք եւ ասենք իր հարակից բնակավայրերով։ Եվ մի այսպիսի շեշտադրում երեկվա կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած քննարկումների արդյունքում այսօր մամուլում հրապարակում կա, որ բարեկամավան համայնքի ղեկավարի ելույթին արձագանքելով Տավոշի մարզպետը դրագրողներից մեկի հետ զրույցում եւ այսօր էլ հրապարակված է գյուղապետի հասցեին արել այսպիսի արտահայտություն, կներեք կրկնելու համար դուրակ լակոտա։ Հիմա դուք պատրաստվում եք միջնորդեք, որ մարզպետին կամ համապատասխան քննեք հստակեցվելու, ճշտվելու դեպքում եւ պատրաստվում եք արդյոք միջնորդել, որ կառավարությունը, վարչապետը մարզպետին նկատողություն հայտարարի բարեկամավան գյուղի բնակիչների կողմից ընտրված գյուղապետի հասցեին նման արտահայտություն անելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, ուրեմն 3 կառավարության նիստերի դահլիճում ես համարյա թե 2 ժամ պատասխանել եմ գյուղապետերի կողմից բարձրացվող ամենատարբեր հարցերի, այդ թվում բարեկամավանի մեր գործընկերոջ հետ ունեցել եմ շուրջ 20 րոպե տևող, այսպես քննարկում, պոլեմիկա, բարեկամավանի գյուղապետի վերաբերյալ որևէ այդպիսի բան ես չեմ լսել, միգուցե հետո, հա, այդ նիստից հետո ըստ երևույթին։ Ցավում եմ, որ եթե այդպիսի բան տեղի է ունեցել, դա որովհետև բարեկամավանի գյուղապետը մեր ակտիվ շահագրգիռ երիտասարդ գյուղապետերից մեկն է, ես համբերատար իր հետ թեկուզ եւ դժվար պոլեմիկա, բայց մենք որևէ այդպիսի բան չենք ունեցել։ Ես տեղյակ չեմ դրանից, եթե մամուլում գրել են, ապա պետք է նայել եւ վստահ եմ, որ եւ վարչապետը եւ մյուս մեր պատկան մարմինները դրա մասին գիտեն, ըստ երևույթին ինչ որ բացատրություններ, ինչ որ մեկնաբանություններ կլինեն։ Համենայն դեպս բարեկամավանի գյուղապետի հետ հրապարակային մեր քննարկման ժամանակ որևէ այդպիսի բան ես չեմ տեսել, ես միջնորդելու խնդիր չունեմ, շատ ցավում եմ, բարեկամավանի գյուղապետը մեր գյուղապետերից մեկն է եւ ոչ ամենավատը, եթե նույնիսկ վատը լավ է, ապա դա լրիվ այլ գնահատական է, քան ինչ որ դուք ասում եք։ Հիմա ինչ վերաբերվում է ձեր տված հարցերին, ապա ես համաձայն չեմ ձեզ հետ եւ մի քանի անգամ մենք դրա մասին եւ հրապարակավ եւ միգուցե այնպես էլ խոսել, խոշորացումը բոլորովին էլ համայնքների ձեր գնահատականին տված փոքրացման կամ մարդկանց հետ կապված այդ նպատակը չունի։ Խոշորացումը լրիվ այլ նպատակ ունի։ Խոշորացումը ունի նպատակ կառավարման համակարգը ավելի էֆեկտիվ դարձնելու։ Ասում եք, ինչ արդյունքներ ունենք։ Արդյունքներ ունենք շատ մեծ բյուջեներ, փոքր բյուջեների
փոխարեն ունենք խնայողություններ, որոնք կարող են ուղղվել ծրագրեր իրականացնելուն։ Ունենք 3 համայնքներ խոշորացված, որտեղ իրականացվում են իմ թվարկած խոշորածավալ ծրագրեր եւ իրենց ակումուլացված միջոցներով կարողանում են նոր որակի աշխատանք կազմակերպել։ Ունենք ձևավորված մրցակցային ավականիներ, արդեն կրկնվում եմ։ Ես վստահ եմ, որ առաջընթացը կա եւ լինելու է։ Դուք ասում եք արդյունքների մասով, ես չեմ ասել, որ մենք արդյունքներ չունենք։ Ես ասել եմ, որ 3 ամիսը դեռ բավարար ժամանակ չի խորքային եւ շատ մեծ արդյունքներ տեսնելու համար։ Դրա համար ժամանակ է պետք։ Տարբեր առումներով նույնիսկ պետք են մի քանի ընտրություններ, որովհետեւ մենք կարողանանք ինչ որ արդյունք ձևավորել։ Բայց չգնալ այդ ճանապարհով, դա ուղղակի անթույլատրելի է։ Դուք շատերդ մինչև նույնիսկ մեզ, մինչև նույնիսկ այս հրապարակային ելույթները քննադատում եք տեղական ինքնակառավարման համակարգում շատ նեգատիվ երևույթներ։ Հիմա այդ նեգատիվ երևույթները չեզոքացնելու կամ դրանց փոխարեն ավելի գործուն մեխանիզմ դնելու մեր ջիքին առաջարկությանը դուք հակադրում եք ասելով, որ ոչ իման պետք չի փոխել։ Պետք է փոխել, պիլոտային ծրագրերը 3-ը չէին, դրանք կրկնում եմ արդեն 14-ն էին, համենայն դեպս մեր նախնական տարբերակում ենք մշտապես խոսել ենք 14 պիլոտային ծրագրերի մասին, սրանք լրացնում են մեր 3 նախկին պայմանավորված, մշակված, ներկայացված պիլոտային ծրագրերը։ Վստահ եղեք, որ այս 15 համայնքները, որ մենք ներկայացնում ենք, մյուս 3-ի հետ, դրանք կլինեն շատ լավ բազա հետագայում մեր քայլերը ճշգրտելու համար։ Կրկնում եմ իմ համոզմունքը, որ մենք ձեզ հետ միասին պիտի այդ կամքը դրսևորենք եւ այս գործընթացը հնարավորինս արագ առաջ տանենք, անկախ այն մոտիվացիոն ֆոնից, անկախ այն գնահատականներից, որ հիմա հաճախ այս գործընթացի նկատմամբ մենք հնչեցնում ենք։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան։ Արձագանքի համար Նիկոլ Փաշինյան, համեցեք։ Դուք ասում եք մեծ բյուջե, բայց չեք ասում այս process-ի արդյունքում այդ նույն համակներում քանի մարդ է հայտնվելու գործազուրկի կարգավիճակում։ Լավ է դա, թե վատ է դա, նկատի ունեմ պետական կառավարման էֆեկտիվության առումով ուրիշ գնահատական, բայց զուտ ֆիզիկապես ինչքան մարդ է հայտնվելու գործազուրկի կարգավիճակում։ Հիմա եւ շարունակությունը ի վերջո Դուք չպատասխանեցիք կոնկրետ համայնքին ինչա տալու այդ բյուջեն, բայց այդ բյուջեն հələ դեռ պետքա ծախսվի, դեռ պետքա տեղին ծախսվի, այդ մեծ խնդիր է, դա տեղի կունենա թե չէ, որովհետև եթե կենտրոնական կառավարությունը դա արդյունավետ չի անում ընդհանրապես, շատ դժվար է մտածել, որ առանձին վերցրած համայնքում կոմունիզմ է կառուցվելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, ես շատ կուզենայի, որ այդ հարցին պատասխանեին մեր խոշորացված համայնքի հավաքանիները, որովհետև վստահ եմ, որ իրենք չէին համաձայնվի ձեր հետ, որ իրենք այդ բյուջեն ծախսելու են աննպատակահարմար։ Եթե ձեր ամբողջ հարցադրման ենթատեքստը հետևյալն է, հիմա էլ են շատ լավ ծախսում, ինչու եք փոխում։ Մենք ասում ենք, հիմա շատ նպատակային չի։ Դե եթե չեք ասում ավելի լավ, մենք հիմա փոխում ենք, որպեսզի ավելի նպատակային, ավելի մրցակցային ծախսվի։ Ասում եք մեծ բյուջեն ինչ կտա, մեծ բյուջեն կտա լավ փողոց, լավ մանկապարտեզ, լավ լուսավորություն եւ ելի մի ամբողջ շարք ծառայություններ, որ այդ մեծ բյուջեով համայնքները իզորու կլինեն իրականացնել, որը հիմա չեն կարողանում իրականացնել։ Ինչ երաշխիք ունենք դրա համար, երաշխիքը ինստիտուցիոնալ է, որ կունենանք ավելի մրցակցային, ավելի ունակ, ավելի լավ ընտրություններով ընտրված, ավելի ծրագրերով ընտրված ավաքանի, ընդամենը սա։ Եվ ինձ թվում է սա ակնհայտ ճշմարտություն է, որ ինչքան մրցակցային ավաքանի ունենանք, այնքան մեծ երաշխիք ունենանք թե դուք, թե մենք, որ այդ բյուջեն կծառայի իր նպատակին եւ կլինի նպատակային։ Ինչքան մեծ լինի, այնքան արդյունավետ կլինի։ Իմ կարծիքով ակնհայտ է դրա առավելությունը ու գոնե այս մասով։ Ինչ վերաբերում է գործազրկությանը, պարոն Փաշինյան, ես էլի առիթ եմ ունեցել ասելու, որ գործազրկության մասին խոսք լինել չի կարող եւ չկա, որովհետեւ գործազրկություն որպես կանոն առաջանում է այն դեպքում, երբ որ ռեսուրսներ են հանվում համակարգից, որոնք գնում էին աշխատատեղերին կամ աշխատավարձերին։ Ոչ մի նման խնդիր չի դրված ու ոչ մի նման խնդիր չի
իրականացվում։ Եթե դուք ուզում եք ավելի կոնկրետ, ապա խոշորացված 3 համայնքներում համարյա որևէ փոփոխություն ցավոք սրտի չի եղել, որովհետև եթե ես լինեի համայնքի ավագանի, ես վստահ եմ, որ հաջորդ ավագանին, որ ընտրվի, այս ստերեոտիպից հեռու կգնա եւ կառուցվածքային փոփոխություն կանի, ոչ թե հաստիկ կրճատի, այլ հաստիկի բովանդակություն կփոխվի։ Ձեր շատ հաճախ ձեր հրապարակային ելույթներում խոսում եք տեղակալների, քարտուղարների ավելորդության տարբեր մարդկանց մասին։ Հիմա մենք շանս ենք տվել, որ այդ մարդկանց փոխարեն ունենանք մանկապարտեզում դաստիարակներ, դայակներ, չգիտեմ, լուսավորությամբ զբաղվող մարդիկ, այլ ծառայություններ մատուցող մարդիկ։ Ընդհանրապես սրա մասին է խոսքը, այսինքն երբ որ դուք եւ շատերը օգտագործում են գործազրկություն կլինի, գործազրկություն լինի, բոլորովին դրա հետ կապ չունի, գործազրկության թեման ընդհանրապես այս թեմայի որևէ կապ չունի։ Մենք խոսում ենք հետևյալի մասին, 7 փոքր համայնքում 5-6 միլիոնանոց համայնքներում հաշվապահներ պահելու փոխարեն կարելի է պահել դաստիարակներ։ Հիմա դա լավ է թե վատ, ես վստահեցնում եմ ձեզ, որ շատ լավ է։ Չեք գտնի մի գյուղ, որի բնակիչների այդ հանդիպմանը անկեղծորեն ասեք, որ կուզենայիք այս աշխատակազմը, որը ձեզ համար պարզ չի ինչ անում, թե դրա փոխարեն մանկապարտեզ 3 դաստիարակ չու, որ ձեզ չասեն մանկապարտեզ։ Նո, ինձ թվում է ակնհայտ բան եմ ասում։ Շնորհակալություն։ Արամ Մանուկյան, համեցեք։ Շնորհակալություն հարցի համար, մի քիչ ուշացել էի, ոչ իմ մեղքով շուտ քանի հոգի անել էին հարցերը։ Մի քանի կարճ հարց, բարոն Տեր-Տերյան։ Դուք կարծում եք պիլոտային կարելի անվանել, երբ մեր համայնքների 1/6-ն է ծրագրի մեջ ներգրաված։ Առաջին փունջը, 3 փունջը կարելի էր հասկանալ 900 համայնքի մեջ 20-ը կարելի է պիլոտային համարել։ Պիլոտային նշանակում է փորձ, որը դնում ես, էքսպերիմենտ ես անում, արդյունքը եզրակացություն վերցնում ես, շարունակում ես։ Առաջինը կարելի էր պիլոտային, երկրորդը, որտեղ ընդգրկված է շուրջ 120 համայնք, դա պիլոտային կոչվել ըստ իս չի կարելի։ Մեկ։ Երկրորդը, մենք կարծեմ խոսում ենք եւ ոնց որ թե այդպես էլ պայմանավորվել ենք կամ գոնե հիմա եկեք անենք։ Առաջին պիլոտայինի 20 համայնքի, 22 համայնքի հետ կապված եզրակացությունները։ Դուք որքան էլ ասեք խորքային եզրակացություններ չի արվել, համաձայն եմ, խորքային եզրակացություններ կարելի է երկարաժամկետի մեջ անել, բայց այնուամենայնիվ անցել է 1 տարի 4 ամիս, չէ՞, փետրվարից է գործում։ Լավ, ինչքան որ անցել է, խնդրում եմ 3 չէ, այս տարի են կարել։ 4 ամիս է։ Հա, համաձայն եմ, որ ավելի քիչ կլինի, ավելի խորքային չլինի, բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ պիլոտային ծրագրի դուք ամփոփիչ զեկույց եք գրել։ Կարելի է ստանալ այդ զեկույցը կարդալ, որովհետև բոլոր դեպքերում փուլից փուլ անցնելու համար պետք է լինի հիմնավորումներ, որ առաջին փուլը պիլոտային ծրագիրը ինչ որ կերպ արդարացրել է իրան։ Եթե կա գրավոր, խնդրում եմ դա մեզ դա եւ մյուս հարցը, վերջին հարցը, պարոն Տեր-Տերյան։ Այս հարցը մտել է արտահերտ նստաշրջան կառավարության նիստով։ Բայց ըստ օրենքի դուք պետք է եւ ազգային ժողովը, այստեղ էլ ես կարծեմ համազեկուցողին, պետք է կարծիք լիներ այն համայնքների կողմից, որոնք միավորվում են։ Դուք ընդամենը 3 եք հանդիպում արել։ Ասենք թե տեսականորեն երեկվա այդ հանդիպումը բացասական արդյունքով էր դուրս գալիս։ Այսօր մենք այս քննարկումը այդ դեպքում իրավունք չենք ունենալու անցկացնել։ Դուք տեղերը փոխել եք։ Հարցը մտել է օրակարգ, որից հետո որոշում է կայացվել հանդիպել համայնքների ղեկավարներ։ Իսկ եթե այդ համայնքների ղեկավարները 3 տարին բացասական գնահատական, ինչ օրենքով է ապահովագրված, ինչպես է լինելու այս օրենքի ճակատագիրը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր հարցերի համար։ Առաջին երկրորդ հարցի մասին կարճ արձագանքեմ, որ մենք սկզբից եւ այդ հայտարարում էինք, որ 1 տասնյակից ավել պիլոտային նախագծեր ենք մշակել, իսկ տեսական հարթության մեջ, պարոն Մանուկյան, կհամաձայնվեք ինձ հետ, որ երկար վիճելու խնդիր է, քանիսն են պիլոտ, քանիսը չեն պիլոտ, որովհետեւ մոտեցում 1 կարելի է անել ամբողջական վարչատարածքային բարեփոխում կամ փոփոխություն ու վերջացնել։ Դրանից զատ բոլոր մոտեցումները կարելի է անվանել պիլոտային, կարծում եմ, որ մեծ արդյունքի չենք գա այս բանավեճում։ Ինչ արդյունքներ ունենք, եթե հիշենք շատ ելույթներ էս դահլիճում եւ հրապարակավ, ապոկալիպսիսյան նույնիսկ բաներ էինք
գնահատականներ էինք տալիս, կքանդվի, կքայքայվի, չգիտեմ ինչ որ sense բաներ կլինի, ոչ մի բան չի եղել, համայնքները բնականon գործում են, բյուջեները հաստատել են, ավականիները 6-7 նիստ են արել, խնդրում եմ հետևեք on-line հեռարձակումներին ավականու նիստերի, շատ լավ բաներ կա, որի մասին ոչ ոք չի ասում, անպայման ասում են բաներ, որոնք որ բնության մեջ չկան, ասենք վատ բաներ, ոչ մի վատ բան չկա, խոշորացումից հələ ոչ միտեղ ոչ մի վատ բան չի եղել, մեզ մոտ առավել եւս չի լինի։ Ես ձեզ խոստանում եմ, գոնե ձեզ հատկապես կներկայացնեմ մի շատ ընդարձակ տեղեկանք, թե մենք 3 համայնքներում ինչ իրավիճակ ունենք, ինչ որակի ավականի ենք ընտրել, ինչ մասնակցություն կա տարբեր բնակավայրերից, ինչ տրամադրություն կա։ Ձեզ շատ եմ խնդրում, դուք մի անգամ մինչև խոշորացումը ասեցիք, որ այցելել եք Թումանյանի տարածաշրջան, հանդիպել եք համայնքների հետ, շատ եմ խնդրում մի անգամ էլ այցելեք։ Միգուցե ինչ որ տրամադրություն, ես դա որևէ բանով չեմ ասում, միգուցե դուք ինքներդ կտեսնեք, որ ինչ որ փոփոխություն այնուամենայնիվ կա։ Եթե դժգոհություն կլինի, ապա մի անգամ եւս կարձագանքենք կամ կարձանագրենք։ Ես ամենայն դեպս ավականիների հետ եւ ներկայացուցիչների հետ հանդիպել եմ, նու միգուցե ինձ չեն ասի ձեզ կասեն, բայց չեմ կարծում, որ այդպես է։ Բնականon աշխատանքները գնում են, իրենք հիմա զբաղված են նոր ծրագրերը իդենտիֆիկացնելով եւ դրանից հետո կիրականացնեն ծրագրեր։ Ես կարծում եմ, որ դրանից հետո էլ կունենան այդ հնարավորություն աշխատանքներ եւ այլն։ Ինչ վերաբերում է այդ կարծիքը լսելուն կամ արտահերթին, մենք դուք նշեցիք երեկվա մեր հանդիպումը, մենք մի հանդիպում էլ Շիրակում էինք արել մի շաբաթ առաջ, այսինքն ավելի շուտ, քան թե արտահերթը։ Կարծիքը կարծիք, բայց նույնիսկ հանրաքվեի պարագայում, երբ որ մենք հանրաքվե էինք անցկացնում, մենք դրա մասին շատ ենք խոսել։ Այդ կարծիքը պարտադիր չի որոշում ընդունելու համար, որովհետև չի կարող հանրաքվեի կարծիքը հետո բերվել ազգային ժողով։ Հանրաքվեի կարծիքը կամ այո է կամ ոչ, այդ դեպքում չենք բերում ազգային ժողով։ Կարող է լինել, որ հանրաքվեն օրինակ ասեր այո, ազգային ժողով ասեր ոչ։ Մենք խորապես համոզված ենք, որ նախկին լուծումը օրենսդրական իր մեջ հակասություններ պարունակում, իսկ ինչ վերաբերում է բովանդակային խնդրին, ապա ես մնում եմ իմ համոզմանը եւ կարծում եմ, որ դուք էլ ձեր հոգու խորքում այդպես եք մտածում, որ վարչատարածքային եւ վարչական բարեփոխումների մի ամբողջ շլեֆ կարելի է թվարկել, որը չի կարելի հարաբերել կամ դրա իրականացումը պայմանավորվել, ենթադրենք հանրության կամ հանրության մի մասի տպավորության կամ էմոցիոնալ կարծիքի հետ։ Հիմա մեր падգամավորներից մեկը ասեց, որ ինքը 100 հոգու ստորագրությամբ դիմում ունի ինչ որ գործընթացի վերաբերյալ։ Այդպեսի գիտեք ինչքան դիմումներ կարող են ունենալ, բայց դա չի նշանակում, որ հանրային կառավարման առումից, այդ կառավարման առումով մենք պետք է գործընթացները տանենք հատկապես այդ որակի քննարկումների արդյունքում։ Ես պատրաստ եմ կամայական հանրույթի հետ 100 հոգի, 50 հոգի, 20 հոգի բովանդակային քննարկումներ անցկացնել եւ վստահեցնում եմ ձեզ, որ այդ ձերից նշած շատ համայնքներում մեր հանդիպումները շատ ավելի կառուցողական են անցնում։ Եվ նույն բնակիչները շատ ավելի ականջալուր են լինում այն արգումենտներին, որոնք բերվում են այսօրվա համայնքի կառավարման համակարգի, նույնիսկ անձնավորված համայնքի ղեկավարի արդյունավետության եւ ապագա խոշորացման մասին։ Այդպես չի, որ մեր բնակչությունը չի պատկերացնում, որ խոշորացվող համայնքը իր հնարավորություններով եւ ավելի լայն մոտիվացիոն ֆոնով իրեն համար անպետք է։ Ես ձեզ համենայն դեպս մի մանրամասը տեղեկանք, հատկապես ձեզ, որովհետեւ այս ամբողջ գործընթացում մենք իրար հետ անընդհատ քննարկել ենք, կներկայացնեմ, խոստանում եմ։ Համեցեք, պարոն Մանուկյան։ Պարոն Տետյան, եթե դուք էլ հիմա պետք է փորձեք փաստերով ապացուցել, որ քանդվածներից մեկը շենացել է եւ մեզ ապացուցել, որ փաստերով դուք ճիշտ էիք, մենք սխալ դուրս եկանք։ Դրա համար եմ ես ուզում իմանալ ռեալ արդյունքները։ Այն որ ավականի ընտրվածը դրական է խոսում, դա ամենևին ցուցանիշ չի այդ համայնքի եւ խոշորացման արդարացվածության համար։ Դա համար ուզում եմ եկեք խոսենք փաստերով, որքան հնարավոր է։ Եվ մյուս վերջին հարցը։ Մենք 140 համայնք, եթե քվեարկվում է, մտցնում ենք այս ծրագրի մեջ եւ 6/7 մասը մնալու է հետո, մի մասն էլ մնալու է եկող պարլամենտին։ Եթե մյուս պարլամենտը օրինակ, տեսականորեն զբաղված է լինում քաղաքական ուժերով, որոնք դեմ են խոշորացմանը, արդյոք չի ստացվի, որ մենք հանրապետությունը դրել ենք մի փորձաքննության մեջ, որը կարող է ձախողվել եւ արդյունքում տուժի ընդամենը Հայաստանի բնակիչը։ Շնորհակալություն։ Վստահ եմ, որ այդպիսի բան չի լինի, անկախ նրանից, թե նոր պարլամենտում որ ուժերը ներկայացված կլինեն, եթե նույնիսկ այն ուժերը ներկայացված կլինեն եւ որոշում կայացնող կլինեն այն ուժերը, որոնք այսօր կարծես թե մտահոգ են այս խնդրով,
մենք դեռ միասին կապրենք եւ կտեսնենք նախ այդպես կլինի թե չէ եւ այդ ուժերը առաջին իրենք ձեռնամուխ կլինեն խոշորացման գործընթացին վստահեցնում եմ ձեզ որովհետեւ ես մի անգամ այդ առիթ ունեցել եմ զեկուցելու խոշորացման գործընթացը նոր չի սկսվել 95-6 թվականներին նույն այս դահլիճում կամ մի ուրիշ դահլիճում որ այս դահլիճի նախորդներ այդ խնդիրը այն ժամանակվանից քննարկվել է ես մի անգամ ձեզ նույնիսկ դրա փաստեր եմ ներկայացրել շնորհակալություն